առաջարկներով եք հանդես գալու, որպեսզի մարդիկ էլեկտրոնային ստորագրությունը չունենան պատճառով չզրկվեն աշխատանքից։ Ինչ լուծումներ եք առաջարկել։ Տեսեք, ես երեկ պարզաբանեցի, այսօր էլ կարող եմ ասել, մենք տեսնում ենք իրավիճակը եւ գնահատում ենք, թե ինչքան սուր է այն եւ համապատասխան լուծումներ ենք հիմա մշակում, մոտորերս ավելի վերջնական կասենք, բայց այստեղ մի կարևոր հանգամանք կա, քանի որ մենք նոր նույնականացման քարտերի եւ նոր անձնագրերի համակարգ ենք ներդնում, որը պետք է գործարկվի ավելի ուշ այս տարի։ Այստեղ խնդիրը առաջանում նորից այս պահին տրամադրվող ID քարտերի եւ ապագայում տրամադրվող ID քարտերի այդ բալանսի միջև, նաեւ դրանով պայմանավորված կարող է լուծումներ գտնենք, որտեղ եթե նույնիսկ հիմա օրինակ օր ու գիշեր աշխատեն այդ սարքերը, թեև իրենք սահմանափակ թողունակություն ունեն, հետո կարիք է լինելու անցում, կատարել նորերին, նաեւ դրանով պայմանավորված եւ որոշ այլ պատճառներով հնարավոր է վերանայում իրականացնենք ժամկետների, այսինքն օրենքի կիրառման ժամկետների վերանայում, որպեսզի ոչ մեկ նախ նոր կնքվող պայմանագրերը հիմա պարտադիր պետք է լինեն էլեկտրոնային, որպեսզի ոչ մեկ չզրկվի իր աշխատանքային իրավունքներից կամ աշխատելու իրավունքից այդ պատճառով եւ նաեւ այդ անցումը, որ 100,000-ավոր քաղաքացիներ պետք է էլեկտրոնային կնքեն, թեև նրանց ճնշող մեծամասնությունը ունեն արդեն էլեկտրոնային ստորագրում, բայց այնուամենայնիվ մոտ 200,000 քաղաքացի դեռ չունի, այդ անցումն լինի հնարավորինս անցավ, այսպես ասած, իհարկե նաեւ մտադրություն կա թողնելու կամավոր այդ ամեն ինչը, քանի որ եթե ինչ-որ մեկը ուզում է, նաև կամավոր կարողանա դա անել, բայց սա նախնական քննարկումներ են, վերջնական մոտ օրերս կասենք։